Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Ոստիկանության համակարգի եւ առհասարակ ոստիկանական բռնությունների մասին այսօր զրուցելու ենք Նոր ուժ կուսակցության եւ Ռեֆորմիստներ կուսակցության անդամներ Նատալիա Սաղյանի եւ Նարե Արամյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Կին Արամյան 5 րոպե ունեք ներկայացնելու այն ծրագրերն իրավական փոփոխությունները, որոնք օգնելու են համակարգի առողջացմանը եւ հատկապես ոստիկանական համակարգի առողջացմանը, որն առաջարկում է Նոր ուժը։ Կարևորագույն խնդիրները մեզ համար, որպես ժողովրդավարական եւ իրավական երկրիկայացման ուղին, ինչու՞ էլ կարող ասել ուղղակի ջատագովները, բայց ուղղակի այն ինչ մեր համանդրությամբ նախատեսված է եւ այն ինչ մենք տեսնում ենք առաջիկայում, այն հետընթացը, որը մենք ունեցել ենք վերջին տարիներին հաղթահարելու եւ բնականաբար առաջընթաց ապահովելու համար իհարկե մարդու իրավունքների պաշտպանության բոլորովին այն համակարգերի եւ այլ մակարդակի նախատեսումն է։ Ինչու՞, որովհետեւ առանց մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մենք այսօր տեսնում ենք ինչ է հնարավոր եւ անհնարին իշխող ցանկացած անգամ ամենացածր պաշտոնյայի համար կազմակերպել շարքային քաղաքացիների նկատմամբ այն ամբողջ ահաբեկչական գործողությունները, սկսած տեղեկատվականից մինչև ուղիղ գործողություններ իշխանության կողմից կիրառելը, այդ թվում նաև իհարկե խաղաղ ցույցերի եւ այլ հավաքների ընթացքում այն ամբողջ բարի ամենաբուն իմաստով աղբը եւ վախի մթնոլորտը, որն ուղղվում է սպառնալիքի տեսքով, ուղղակի խոսույթի միջոցով, այս ամենը անհանդուրժելի է, անթույլատրելի է եւ մենք քայլեր, տարիներ հետ են գնացել, ուստի սա կարեւորագույնն է, ինչ մենք ընդգծում ենք մեր ծրագրում եւ այդ ամենը իհարկե պետք է ոչ միայն օրենսդրական, այլև անշուշտ իրավակիրառական ոլորտում տեղ ունենա ամբողջությամբ, հակառակ դեպքում որևէ մի օղակի բացակայության պայմաններում մենք տեսնում ենք այն կամայականությունը, այն ոչ միայն ապաշնոր վերաբերմունք, այլ ուղիղ ոչ իրավաչափ ապօրինի գործողությունները քաղաքացիների նկատմամբ եւ առանձին գործիչների հատկապես նրանց լռեցնելու վախի մթնոլորտում հարազատների նաև սպառնալիք ունենալու արդյունքում ստեղծելու մի իրավիճակ, երբ մարդիկ ոչ միայն չեն կարողանում արտահայտել իրենց խոսքը ազատ կամ արտահայտում չունեն ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլև հասարակական կյանքի զարգացման տարբեր հարթություններում իրենց մասնակցությունը չեն տեսնում։ Սա առաջին հերթին վերաբերում է թե առանձին կազմակերպությունների եւ նախաձեռնողական խմբերի եւ իհարկե անշուշտ առանձին քաղաքացիների։ Սա մեզ համար առաջնահերթություն է ոչ այնքան, որովհետև մենք ժողովրդավարության ենք ձգտում, այլ տարական կարգ ու կանոնի եւ իրավականության սկզբունքը պահպանելու համար, որովհետև մենք կարող էինք ունենալ եւ ոչ այդքան ժողովրդավար երկիր, բայց առնվազն իրավականության տեսանկյունից քիչ թե շատ կայուն։ Այսօր այդ խնդիրը մեզանում շատ սուր է դրված, հատկապես երբ խոսքը գնում է ուժային կառույցների, հատուկ ծառայությունների, իրավապահների, մասնավորապես ոստիկանության եւ այլ կապակցված գերատեսչությունների հետ։ Տիկին Արամյան, ինչպես եք տեսնում այդ փոփոխությունը քաղաքական կամքի արդյունքում իրավական նոր մեխանիզմների։ Անշուշտ մենք պատկերացնում ենք, որ կան մի շարք ինստիտուտներ եւ ընդհանրապես խոսքը գնում է ոչ միայն հաստատությունների ստեղծման, պահպանման կամ ուժեղացման, այլ նաեւ առանձին մշակույթի ձևավորման եւ այնպիսի գործելակարգերի, որոնք պարտադրում են արդեն իսկ օրենսդրությամբ հաստատված եւ այսօր գործող տարբեր պատկան մարմինների ունենալ հստակ ձևաչափեր եւ ընթացակարգեր, որոնք այսօր ոչ միայն չեն կիրառվում, այլ ի վնաս են կիրառվում քաղաքացիների, սկսած այն դեպքում, երբ օրինակ փորձում են մարդկանց ազատությունից զրկել կամ սահմանափակել նրանց ազատությունը որոշակի տեսանկյունից, երբ մարդու իրավունքների կամ ուղղակի քաղաքացու բարօրությունից ելնելով կարելի է դրանք չսահմանափակել, որովհետև մենք կիրառում ենք այնպիսի պատիժ, որոնք ոչ թե տեսնում ենք կանխարգելիչ տեսանկյունից, այլ տեսնում ենք վնաս տալու եւ ուղիղ դեռևս մարդու
մեղքը չապացուցած լինելու պայմաններում նրան պատժելու եւ վնասելու տեսանկյունից։ Սա կարևորագույն խնդիր է, որը կանխարգելման ոլորտում է եւ այդպիսի մեխանիզմները կարիք չկա նոր գյուտ անելու, հորինելու, դրանք առկա են եւ կարող են լիարժեքորեն կիրառվել, ինչպես օրինակ Հայաստանին համաչափ շատ զարգացող երկրներում։ Շնորհակալություն։ Տիկին Սաղյան, պետք է խնդրեմ դուք ներկայացնեք իրավական այն կարևորագույն մեխանիզմները, որոնք կբերեն խոսքի ազատության, մարդու իրավունքների հիմնարար ազատություններին եւ բռնություններից զերծ մնալուն։ Նախքան խոսքը սկսելը ռեֆորմիստերի կուսակցությունը այս անգամ առաջին անգամ է մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին, մենք նախկինում թիմ ընտրություններին ենք մասնակցել, դասական ոնց ճանապարհով են գնացել, անցել ենք բոլոր օղակները, հիմա հասել ենք ազգային ժողովի ընտրություններին, հանդես են գալու համար մեկ քվեաթերթիկի ներքո, մենք ունենք մեր 7 կետանոց ծրագրային դրույթները, որոնք շատ պարզ են եւ մենք որդեգրել ենք պոպուլիզմով չզբաղվելու, ոչ մեկի վրա ցեղ չշպրտելու, այլ մեր անելիքները ներկայացնելու սկզբունքը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների եւ առհասարակ իրավական դաշտին։ Տեսեք, առաջին հայացքից կարծես թե բոլոր օրենքները փայլուն սիրուն գրած են, համապատասխանում են միջազգային չափանիշներին, այդ մասով մեր կոլեգաները եւ դրսում եւ Հայաստանում աշխատող բոլոր այն ինստիտուտները, որոնք միտված են ժողովրդավարության զարգացման ընթացքին հետևելուն, տալիս են փայլուն գնահատականներ, բայց իմպլեմենտացիան այդ օրենքների կարելի ասել չկա, հատկապես երբ որ հարցը վերաբերվում է մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, մասնավորապես քաղաքական համատեքստում։ Մենք տեսնում ենք արդեն տարիներ շարունակ ինչ է կատարվում, 8 տարի առնվազն մենք բախվել ենք ամեն տեսակի ապօրինությունների, որոնք տեղի են ունենում իրավապահ մարմինների կողմից են կատարվում եւ այդ ամենը արվում է իշխանության թողտվությամբ, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ իրավապահ համակարգը չի կարող չի ենթարկվել։ Չենթարկվողները նույնպես սանկցիաների են առնչվում, այսինքն մեր նպատակը այստեղ հետևյալն է, անել այնպես, որ այդ փայլուն շատ լավ գրված օրենքները ի վերջո սկսեն աշխատել։ Անել այնպես, որ իրավապահ մարմինները եւ առհասարակ ուժային կառույցները կախված չլինեն մեկ անձի քմահաճույքներից, ինչը թղթի վրա կարծես թե այդպես է, բայց այնուամենայնիվ կան ներքին մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են այդ աշխատանքը եւ իրավապահ մարմինների եւ ուժային կառույցների, այդ մարմինները հատկապես պիտի աշխատեն բացառապես օրենքի շրջանակներում, ոչ թե կախված լինեն մեկ անձի քմահաճույքներից։ Որտեւ այն վիճակը, որ մենք ունենք այսօր, հենց դրա հետևանքն է, որ կա, այսպես ասեմ, անձի պաշտամունք եւ կա մեկ մարդու շոու, որից բխում են բոլոր մեր խնդիրները կամ գոնե այդ խնդիրների մեծամասնությունը։ Ուստի մենք հետամուտ ենք լինելու նրան, որ իսկապես Հայաստանը դառնա օրենքի գերակայության երկիր ոչ թե խոսքերով, այլ որ այն օրենքները, որոնք արդեն կան, աշխատեն, իսկապես աշխատեն իրականում եւ օրենքները, որոնք արդեն ժամանակավրեպ են, բայց դրանց վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, որտեղ օրվա իշխանությունը ունի այլ առաքելություն, այլ խնդիրներ իր առջև դնում, բայց կան մարդու իրավունքների պաշտպանության մասով շատ օրենքներ, որտեղ պետք են փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի արդիականացվեն։ Մենք դրանով անպայման զբաղվելու ենք, եւ ինչը ամենակարևորն է մեր համար, մենք մեր ներքին սպառնալիքներից գլխավորը տեսնում ենք հանրության պարակտվածությունը։ Մենք այսպեսին չենք եղել։ Եվ այս պարակտվածությունը, որ այսօր կա, սա էլ որոշակի, բացի դրանից, որ օբյեկտիվ պատճառներ կան այդ պարակտվածության համար, նաեւ որոշակի մեխանիզմների կիրառման արդյունքում էլ ավելի խորանում է պարակտվածությունը։ Եվ դա իհարկե օգտագործում է եւ իշխանությունը, եւ ընդդիմադիր որոշ ուժերը օգտագործում են դա օգուտ իրենց, որտեվ իրենք ունեն արդեն իրենց էլեկտորատը եւ պետք է որ հնարավորինս պարակտված մնա չկողմնորոշված էլեկտորատը, որպեսզի չգան դրա տեղամաս, որ իրենց թվերը չխառնվեն։ Այսպես պարզ եթե ասենք, Այսինքն դա էլ պետք է մենք փորձենք բերել իրավական դաշտ այդ պարակտվածության դեմն առնելու համար։ Բայց ոչ թե ծանր պատժամիջոցների կամ սանկցիաների, այլ ստեղծենք նախ վերացնենք վախի մթնոլորտը, որ այսօր կա մեր հանրապետությունում։ Եվ այդ չարությունը, որ կա մարդկանց մեջ, նաև վախից է, որտեղ արկա է վախի մթնոլորտ, որտեղ մարդիկ հասկանում են, որ իրավապահ համակարգի ձեռքն է թուրը, ոնց ամենտեղ կտրում է իրենց թուրը, ինչպես կուզեն, այդպես կանեն։ Մենք տեսնում ենք Սահմանադրական դատարանի կազմի հետ ինչ կատարվեց, մենք տեսնում ենք առհասարակ դատավորների մասով ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետություն։ Այսօր մենք արդյոք կարող ենք պնդել, որ մեր դատական համակարգն անկախ է։ Ոչ, չենք կարող պնդել։
Խնդրում եմ ամփոփել։ Այսքանը ինչ որ շարադրեցի եւ հորդորս բոլորը դեպի ընտրություններ։ Երկուսիդ հարցը Հայաստանի Հանրապետությունում իրավական մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել 2021-ից մինչև արդեն 26 թվականը ներքին գործերի նախարարության ձևավորում մի շարք ստրուկտուրաներ ավելացան, բարեկային ծառայություն, պետք է խնդրեմ ասել, որքանով են սրանք արդյունավետ մեխանիզմներ եղել եւ ինչ դրական փոփոխությունների են բերել ձեր կուսակցությունների գնահատմամբ։ Գիտեք, առաջին հերթին մենք պետք է հասկանանք, ինչպես է գնահատվել եւ չափվել, ինչպիսի կարիք կա եւ որ բարեփոխումն է էական, մասնավորապես ոստիկանության եւ ընդհանուր առմամբ իրավապահ մարմինների համակարգում։ Տեսեք, մենք տարիներ շարունակ տարբեր գործընթացներում են եղել ներառված եւ կազմակերպել նախաձեռնել ենք, որոնք որ նախատեսել են իհարկե դասընթացներ առաջին հերթին ոստիկանների համար, որովհետեւ նրանք իմանան ինչպիսի վերաբերմունք է պետք առավելագույնն ու նվազագույնը քաղաքացու նկատմամբ, ինչպես է այդ վերաբերմունքի գործողությունների արդյունքում անհրաժեշտ պահպանել մարդու անմիջապես անձեռնմխելիության եւ այլ ֆիզիկականի մասին է խոսքը եւ այլ իրավունքներ, որպիսի մեր համակարգը առնվազն մարդապատկեր լինի, այսինքն ունենա գոնե խոշտանգումներից ազատ համակարգ, գոնե ունենա այնպիսի սկզբունքային վերաբերմունքներ, որոնք մեզ կմոտեցնեն ժողովրդավարական զարգացումներին։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ բացի գումարային, գույքային, տեխնիկական կահավորման ապահովությունից որևէ դրական փոփոխություն հատկապես գիտելիքի կիրառման գործողություններ իրականացնելու անգամ քաղաքացիներին դիմելաձևի մեջ չկան։ Ինչու է սա այսպիսի իրավիճակում։ Ոչ ոք չի կարող վիճել, որ այո, անշուշտ պետք է թե ներքին անվտանգության տեսանկյունից, թե հասարակական կարգի պահպանության տեսանկյունից ունենալ համապատասխան ոստիկանություն, որոշակի սպառազինությամբ, որոշակի չափաքանակով, գլխաքանակով եւ այլն։ Բայց միթե դա է առաջնահերթը, երբ մենք գործ ունենք այս պահին արդեն ավելի ու ավելի սաստկացող իրավիճակի հետ, երբ տարբեր տեսակի միջինից մինչև ծանր հանցագործությունները գնալով ավելանում են, այդպիսիք են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները միտումով կամ այնպիսի խախտումներով, որոնք որ անմիջապես վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։ Տեսեք, նվազագույն օրինակ ենք բերում, որպեսզի ավելի ակներև լինի, բայց պատկերացնում եք, որքան շատ էր անմիջական շփումը ոստիկանների ամենօրյա քաղաքացիների հետ, որոնց մասին մենք չենք էլ իմանում, եւ քաղաքացիները չեն էլ բարձրաձայնում, բայց ամեն օր բախվում են այդ խնդիրների հետ։ Ամենևին չափսոսալով այն բոլոր ջանքերի համար, որ մենք անձամբ ներդրել ենք թե մշտադիտարկման, թե վերավորակավորման ծրագրերում իրավապահ մարմինների եւ մասնավորապես ոստիկանության, միևնույն է պետք է շեշտել, որ այո, այս ամբողջ աշխատանքը պետք է սկսել առնվազն այն կետից, որտեղից բարեփոխումն ընկալվել է միայն նյութական, տեխնիկական հագեցվածության տեսանկյունից եւ բարեփոխումը պետք է հասցնել մարդկային կամ ասեմ ուղղակի քաղաքացիական այնպիսի մակարդակի, երբ քաղաքացին չի վախենում ոստիկանից, այլ տեսնում են իդեմաս նրա պաշտպանի եւ չի խուսափում դիմել ոստիկաններին այնպիսի իրավիճակների դեպքում, որոնք քաղաքացիների լուծելու լիազորությունների շրջանակում չեն։ Սա կարևոր խնդիր ենք տեսնում։ Ծրագրում ինչ է պետք փոխել, ինչ եք նախատեսել, որ այդպես լինի։ Ծրագրում բարեփոխումների տեսանկյունից մենք նախատեսել ենք նախ եւ առաջ, այո, այն եւ մարդու իրավունքների եւ օրինաչափ իրավաչափ վերաբերմունքի այնպիսի բարեփոխումներ, որոնք համակարգի յուրաքանչյուր անձին կպարտավորեցնեն ունենալ հստակ գործելակար գործելավոճ քաղաքացու հետ շփման ընթացքում։ Սա նվազագույնն է, որը անհրաժեշտ է ներդնել ընդհանուր միջև արդեն նրանց միջև ընդհանցակարգային միջ գերատեսչական վերաբերմունքը, չգիտեմ, ուղղակի աշխատանքին սեփական, որը այսօր բացարձակ անպատասխանատու մակարդակի վրա է գտնվում, այդ իսկ պատճառով շատ գործեր ուղղակի չեն հասնում իրենց որևէ հանգուցալուծման, որովհետև չեն կարողանում անմիջապես ապահովել հենց մարդու իրավունքների պաշտպանություն, այլ հակառակը գնում են բացարձակ անհասկանալի ճանապարհով եւ հիմնականում մնում են անլուծելի։ Եվ այդպիսի գործերն այսօր տասնյակ հազարավոր են, ինչը բնականաբար պետք է օր առաջ կանխարգելել։
Շնորհակալություն։ Տիկին Սաղյան, դուք ինչպես եք տեսնում այդ փոփոխությունները եւ կան արդյոք խնդիրներ ու բարեփոխումներ ինչպես եք գնահատում։ Համաձայն եմ գոլեգայիս հետ, նախ պետք է հասկանանք ինչպես են գնահատել, որ գտել են, որ հենց այդ ճանապարհորդի բարեփոխումները անցկացնեն, դա ոնց որ այդպես չներկայացվեց հանրությանը, հա, լիարժեքորեն, ուղղակի մենք տեսանք, որ այո, տեխնիկական իմաստով շատ մեծ բարեփոխումներ արվեցին, բյուջեից ծախսեր արվեցին, բայց բովանդակային իմաստով մենք չենք տեսնում, հա, գուցե ավելացել է կազմը, բարեկային ծառայությունն է ավելացել, որը անթիվ անհամար բարեկների մենք տեսնում ենք մեր աչքի առաջ, բայց որքանով է բովանդակային առումով իրոք բարեփոխվել այդ համակարգը կամ ճիշտ ներդրվել բարեկների պարագայում, որտեղ դա նոր ստորաբաժանում է, մնում է հանրության համար անհասկանալի։ Հիմա մեր կուսակցությունը մասնավորապես իրավապահ մարմինների բարեփոխման մասով այդ բարեփոխումները ընդգրկել է հենց առաջին կետում մեր ծրագրային դրույթների, որը վերաբերվում է անվտանգային համապարփակ հայեցակարգին, որը կոչվելու է ազգային անվտանգության հայեցակարգ։ Դա լինելու է մեր պատկերացմամբ, ինչպես պետք է լինի, մի համապարփակ հայեցակարգ, որը ըստ էության ծառայելու է ճանապարհային քարտեզ պետության համար բոլոր ոլորտներն է վերաբերվելու։ Ոչ միայն պարենային անվտանգություն, ազգային անվտանգություն, չգիտեմ, ներքին, արտաքին եւ այլն, այլ նաեւ առանձին մասով վերաբերվելու է իրավապահ մարմինների աշխատանքին։ Մեր կարծիքով իրավապահ համակարգը պետք է լինի մարդակենտրոն առաջի հերթին, եւ մենք պիտի իդեալականում հասնենք այնպիսի վիճակին, որ մարդիկ իրոք չվախենան դիմեն իրավապահ մարմիններին եւ իրենց հարցերի հիմնական հարցերի լուծումը տեսնեն հենց իրավապահ համակարգի ներքո, ոչ թե անձամբ լուծել մտածելով որ դե մեկը այնտեղ ես օգնություն չեմ տեսնելու, ես ինքս պետք է տեսնեմ ինչ կարող եմ անել։ Ամենածայրահեղ վիճակում, երբ որ տեսնում են որ գտնվում են արդեն անելանելի վիճակում, նոր դիմում են իրավապահ համակարգին, ինչը կարծում եմ սկզբունքային սխալ է։ Համակարգի կողմից բռնության ենթարկված քաղաքացու համար ունեք ինչ որ առաջարկներ։ Դե առաջի հերթին դա պետք է մենք բացառենք, որտեվ դա նորմալ է արդեն ինքնին այդ վիճակը, երբ որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, դա արդեն նորմալ վիճակ չի։ Պիտի առաջինը հասնենք նրան, որ բացառենք այդ դեպքերը։ Եվ ոչ միայն շատ լուրջ ներքին քննություններով եւ սանկցիաներով սպառնանք իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Դա առաջի փուլն է, երբ որ իրանց համար դա նորմալ վիճակ է բռնություն կիրառելը։ Հետս հետո մենք պետք է հասնենք նրան, որ իրավապահ մարմիններում աշխատեն այնպիսի մարդիկ, ում համար դա անընդունելի է, անգամ անպատկերացնելի բան է բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Իհարկե մենք ոչ մի դեպքում դա անընդունելի ենք համարում, բայց օրենքում ամրագրված է նաև որ իրավունք ունեն ուժ կիրառել։ Նաև գրված է որ դեպքերում, բայց դա էլ ընդունելի չի։ Չեն կարող լինել բացառությամբ շատ ծայրահեղ դեպքերի, երբ որ օրինակ, չգիտեմ, զինված խումբ դիմադրում է ոստիկաններին եւ այդ զինված խումբը օրինակ հանցագործություն է գործել եւ գործելիս իրենց բռնել են։ Այդ ժամանակ համարում եմ օրինաչափ, որ այո, եթե դա զինված խումբ է եւ գործել է հանցագործություն եւ այդտեղում հայտնվել է ոստիկանությունը, այո, ոստիկանությունը պետք է իրավունք ունենա ուժ կիրառել գոնե սեփական կյանքը բրկելու համար։ Բայց բոլոր մնացած պարագաներում, որոնք այս իշխանության օրոք փոփոխություններ են մտցվել եւ գիտենք դա ինչի համար է արվել, հա, մասնավորապես օրինակ զանգվածային անհնազանդության ակցիաների դեպքում ձեռքերն արձակելու համար զանազան բերետավորները, մենք դա հասկանում ենք, բայց դա անընդունելի է։ Եվ դե խոսափենք, պիտի չլինի դա, պիտի հասնենք նրան, որ դա չլինի։ Այդպիսի երևույթներ մեր կյանքում ինչպես չունենան։ Իրավակիրառ պրակտիկայից տեսեք, հիմա սա արդեն այս մեխանիզմները նույնպես քննարկման առարկա պետք է լինեն հետագայում, երբ որ ձևավորվի նոր ազգային ժողով, նոր կոնֆիգուրացիա լինի, որտեղ մեխանիզմները տարբեր են, յուրաքանչյուր քաղաքական ուժով ասելիք կունենա այդ հարցում, պետք է իր ասելիքը ներկայացնի եւ գան ընդհանուր որոշման, որտեղ մի քաղաքական ուժ չի կարող սկզբունքորեն դա մեր համար անընդունելի է, որ մեկ քաղաքական ուժ որոշի ամբողջ երկրի համար։ Պիտի դա բացառենք եւ հետագա մեխանիզմները ինչպես բոլոր հարցերի պատճառ։ Հիմա ես ինչ էլ ասեմ, դա կլինի սպեկուլյացիա եւ պոպուլիզմ։ Դա պիտի լինի հետագա քննարկման թեմա։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ կան, խնդրում եմ պատասխանեք ու հիմնավորեք ինչու։ Ես չի պատկերացնում, որ այդպիսի հարցը մենք կկարողանանք իրապես մեր ժամանակներում տալ, բայց ունենք այն ինչ ունենք եւ դա ուղղակի զարհուրելի է։ Կան, շատանում են, նրանց իրավունքները նաև որպես քաղաքացիներ են
ուղղակի ամեն օր ոտնահարվում եւ դրա դեմն առնել այսօրվա միջոցներով անհնարին է դառնում, որովհետեւ երբ խմբավորման կողմից է դա կազմակերպված եւ անշուշտ իր մեջ ահաբեկչական տարեր է պարունակում, որևէ կերպ քաղաքացիական նախաձեռնությունների մակարդակում հնարավոր չի լինում այդ խնդիրները լուծել։ Երբ մենք տարիներ շարունակ պայքարում ենք տարբեր զանգվածային միջոցառումներից բերված քաղաքացիների իրավունքները պաշտպանել հենց այդ ոստիկանական բաժանմունքներում մենք կիրառում ենք այնպիսի մեթոդներ, որոնք որ ներազդում էին ոստիկանության աշխատակիցների վրա որպես մեղմացուցիչ հանգամանքներ։ Այսօր նրանց նկատմամբ կիրառել լինում է միայն բառի ամենաբուն իմաստով սպառնալիք, այսինքն քեզ սա կլինի, քեզ նա կլինի։ Դա այնքան արժանապատվությունից ցածր վերաբերմունք է, այնպիսի ցածր իրավիճակ է, ինչպիսին նրանք են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ։ Քաղբանտարկյալների խնդիրը այսօր ոչ թե պետք է ներհաղթահարված, մենք պետք է օրինակելի լինենք եւ տարածաշրջանի եւ անգամ եվրոպական երկրների համար, թե ինչպես պետք է վերաբերմունք ունենալ այո քաղաքացիական անհնազանդության տարբեր միջոցառումներ կազմակերպող քաղաքացիների նկատմամբ, բայց մենք հակառակ օրինակն ենք եւ ցավալիորեն այսօր եթե անգամ մենք տեսնում ենք թե իբրև հավաքական արևմուտքը որևէ կերպ իրավական գնահատական չի տալիս, այդուհանդերձ պետք է շեշտենք, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ տասնամյակների փորձ ունեցող շատ կազմակերպություններ արձանագրել են այն իրավախախտումները, որոնք մասնավորապես վերաբերում են քաղբանտարկյալներին այսօր Հայաստանում, ոչ միայն դատապարտել են, այլ նաև հորդորել են եւ տարբեր զեկույցներ են պատրաստել անմիջապես այդ խնդիրները լուծելու ուղղությամբ պահանջների շուրջ։ Եվ ամոթը թողնելով մի կողմ, սա այո ժողովրդավարության եւ իրավականության մակարդակում այնպիսի ներքևի աստիճան է Հայաստանի համար այսօր նախատեսում, որ մենք առաջիկայում շատ դժվար ենք այդ հաղթահարելու եւ պետք չի համեմատել հարևան երկրների հետ, որովհետեւ նրանք երբևէ առանձնապես չեն էլ փայլել անգամ պայքարով կամ նրանց պայքարը չի էլ հասել այդպես եւ երկրորդ հերթին նրանք այդքան մեծ քանակ չունեն, եթե մենք այսօր պետք է համեմատվենք մեր ցանկացած հարևան եւ մի քիչ էլ հարևանին հարևան պետության հետ, ապա դա մեր ժողովրդավարական զարգացումը եւ իրավական պետության կայունացումն ավելի է շպրտելու։ Այս իմաստով քաղբանտարկյալների հարցը ոչ միայն առաջնահերթ է, որովհետեւ մենք սիրում ենք այդ մարդկանց, մեզ դուր է գալիս նրանց քաղաքական դիրքորոշումը կամ որովհետև մենք մտածում ենք, որ նրանք ուղղակի պետք է ազատության մեջ լինեն, այլ որովհետև դա խանգարում է ժողովրդավարական զարգացմանը մեր պետության շրջանակներում առնվազն եւ առաջիկայում էլ թույլ չի տալու իրավական պետության կայունացումը։ Շնորհակալություն։ Տիկին Սաղյան, Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Ըստ էության այո, ճիշտ է, իշխանությունը անդադար մեջ է բերում այն թեզը, որ այդպիսի հոդված չկա, ուրեմն քաղբանտարկյաններ չկան, բայց դե մենք հասկանում ենք դա անլուրջ է, հա, բազմաթիվ օրինակներ կան մեր աչքի առջև, ինչպես են փորձում լրացնել ընդդիմախոսներին, նո դա բացատրելով նրանով, որ ոչ նորմատիվ լեքսիկա են օգտագործել, ինչ անենք։ Ինչ անենք, դուք մի հատ ձեզ նայեք։ Սրբազանների դեպքում ոչ նորմատիվ սրբազանների դեպքում, որ տեսեք, այսպիսի քայլեր անում է այն իշխանությունը, որը վախենում է։ Երբ որ իշխանությունը տեսնում է իր առջև իրական ոնց ասեմ, մրցակից, հա, ով կարող է միավորել հանրությանը եւ տանել որոշակի process-ներ, թույլ իշխանությունը եւ վախեցած իշխանությունը կատարում է այն, ինչ կատարվել է Հայաստանում։ Սա շատ ամոթալի երևույթ է եւ այն, որ սովորաբար Հայաստանում ժողովրդավարության հարցին անդրադարձող այսպես շատ ճճացող անուններ ունեցող ինստիտուտներ չեն արձագանքում, չի նշանակում, որ իրենք չեն արձանագրում։ Պահը որ եկավ, շատ լավ հիշացնելու են։ Երբ որ պետք եղավ երիցս ճնշում գործադրել այս իշխանության վրա,
կամ կապ չունի ով է իշխանության, իրանք շատ լավ կհանեն իրանց թղթապանակներից բոլոր այդ արձանագրված բաները եւ սրբազանների մասով եւ բլոգերների մասով կհանեն ու կհիշացնեն ու ցույց կտան, կասեն ինչ ժողովրդավարության բաստիոն։ Ուզում ասեմ միամիտ է մտածել անգամ այսօրվա իշխանության կողմից, որ եթե այս պահին իրենց երեսով չեն տալիս դրա կապակցությամբ, դա մոռացվելու է։ Ոչ, պահը եկավ, երեսով են տալու։ Եվ ցանկացած իշխանությանն է դա վերաբերվում, որ երբ որ դու ուզում ես աշխատես քո հասարակության հետ ոչ թե հավասարի հետ երկխոսության մեջ, այլ ճնշումների ճանապարհով, դու պետք է անպայման սպասես, որ կներեք անգլերեն բառը համար ֆիդբեք ա լինելու անպայման, անգամ եթե այդ պահին կարծես թե ոչ մեկ չի նկատում։ Սա անընդունելի երևույթներ են Հայաստանի համար, այո, հատկապես որ մենք գլորվել եւ հայտնվել ենք մեր որոշ հարևանների հետ նույն մակարդակում ժողովրդավարության իմաստով դա շատ ամոթալի երևույթ է։ Մենք ոնց ասեմ, դա պետք է մերժելի լինի բոլորի համար։ Ցավոք այսօր մեր հասարակության մեջ դեռ կան շրջանակներ, որոնց համար դա ընդունելի է։ Մենք սանդղակներ ունենք, որտեղ ժողովրդավարության առումով բավականին առաջընթաց են ապրել։ Իսկ ով է գնահատողը։ Միանգամից այդ հարցը պետք է տանք։ Եվ ինչի համար են իրենք հրապարակում այդ արդյունքները։ Այս մահակները եւ ոնց ասեմ բլիթներն ու մահակները օգտագործել են Հայաստանի վրա տասնամյակներ, հա, խորհրդային միության փլուզումից ի վեր։ Մենք պիտի իդեալում հասնենք այնպիսի վիճակի, որ ոչ ոք չկարողանա մեր վրա օգտագործել այդ մեխանիզմները։ Եվ ցավալիորեն պիտի արձանագրենք այսօր, որ ժողովրդավարության վեհ գաղափարը որոշ ուժերի համար գլոբալ իմաստով դարձել են այլ պետությունների վրա ճնշում գործադրելու գործիք։ Ըստ էության իրանց չի հետաքրքրում ժողովրդավարության ինչ մակարդակ կա Հայաստանում։ Իրենք այդ սանդղակները եւ ցուցանիշները օգտագործում են ճնշում գործադրելու համար։ Սրա ականատեսը մենք եղել ենք անկախության բոլոր տարիների ընթացքում։ Հիմա ինչի համար ենք մենք կարևորում հենց այդ հայեցակարգը, որի մասին ես խոսեցի։ Այդ հայեցակարգը կապահովագրի նաեւ մեր բարձրաստիճան պաշտոնյաներին այդ ճնշումներից, որտեղ անկախ անձերից պետությունը առաջնորդվելու է իր շահով, որը ամրագրված է լինելու այդ հայեցակարգում, անկախ դրանից ով է լինելու իշխանության եւ որ ազդեցությունների տակ է լինելու այդ անձը։ Այդ անձը միշտ պաշտպանված կլինի նրանով, որ հղում կանի, կասի ես ինքնուրույն միանձնյա որոշումներ չեմ կայացնում։ Մարի բռնությունները բացառելու համար ինչպես է գնահատում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը։ Ես կուզենայի շատ կարճ պատասխանել, բացասական, բայց կարծում եմ կարճ չի ստացվի։ Եվ ասել բացասական կնշանակի ոչինչ չասել։ Երբևէ ես չէի պատկերացնի, որ մարդու իրավունքների պաշտպանի ուղղակի որպես փոքրիկ կամավորական ներդրում ունեցած մեկը այդ ինստիտուտի կայացման ես չէի պատկերացնի, որ այսօր ես ուղղակի որևէ սթափ չգիտեմ, բառով, գործողությամբ, նշանակությամբ չեմ կարող գնահատել, որովհետև այն բոլոր գնահատականները, այն վերացական վերաբերմունք, այն մակերևութային գործունեությունը, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի, չգիտեմ, ենթադրում եմ մեր ամենամոտ եւ արդեն ամենահարազատ հարևանին կարող է միայն լինել բնորոշիչ։ Գիտեք, մեզ միշտ այո, անկախությունը անկաշկանդ լինելը, անաչառ լինելը խանգարում է միշտ փոքր ազգերին, որոնք բոլորը միմյանց ճանաչում են եւ այլն, բայց դա որևէ կերպ չի կարող խանգարել իրավական զարգացմանը։ Եվ այսօր ավելի քան այդ իմաստով նսեմացվում է նաեւ կնոջ դերը որոշումների ընդունման ոլորտում, ցանկացած ոլորտում մասնակցության տեսանկյունից եւ մենք ոչ միայն չենք կարող արդարացնել կամ փորձել ասել, բայց գիտեք իրենց մասն են կազմում, չէ՞ որ մեկ պետություն է, արդյոք անհրաժեշտ է աղբը հանել տնից։ Այդպիսի կենցաղային ցածր որակի գնահատականներն են, որ մեզ այսօր հասցրել են մարդու իրավունքների պաշտպանի հաստատության բացի թողի եւ ուղղակի ոչ, չգիտեմ, ապօրինի կարող եմ ասել գործունեության գնահատման եւ չեմ կարծում, թե մենք շատ արագ կապակինվենք այսպիսի խնդիրներից, որովհետեւ ժամանակին մենք արդեն ունեինք այնպիսի հաստատություն, որը կարող էր եւ ներկայացնում էր Հայաստանը արտերկրում եւ կարողանում էր ոչ միայն միջազգային հարթակներում, այլ
թե նաև խնդիրների լուծումն ու ներկայացումը կազմակերպել նաև երկրի ներսում։ Դա կարևորագույն առաջադիմություն էր, որը մենք պետք է փորձենք վերականգնել։ Տիկին Սողյան, դուք ինչպես եք գնահատում ՄԻՊ-ի աշխատանքը։ Այս ներկա ՄԻՊ-ի, հա, որ պետք է որ ընտրվեր հանրային լայն ճանաչում ունեցող պահանջներից մեկը դա է, չէ, որ ՄԻՊ-ը պետք է նաև լինի հանրային լայն ճանաչում ունեցող անձ, ու անկեղծ ասած հանրային լայն ճանաչում նա չուներ եւ առաջի անգամ այդ մարդու մասին շատ-շատերը լսեցին հենց այդ օրը, երբ ինքը նշանակվեց ՄԻՊ, գիտեք ինչ, սա էլ է ամոթալի, որովհետեւ մենք երբ մենք ունեցել ենք շատ հարգարժան Լարիսա Ալավերդյանի նման ՄԻՊ, որը նվիրված է եղել իր գործին, ու մենք իր կողքին հիմա տեսնում ենք այնինչ ունենք, պարզապես մեր ՄԻՊ-ի ինստիտուտը կարելի ասել ոչինչ չի անում այսօր։ Իրենք ես վստահ եմ, որ իրենք ներկայացնում են հաշվետվություններ, որտեղ որ պետք է ներկայացնեն, բայց այդ ինստիտուտը չի գործում, որովհետև իրենք բացի թեթև արձանագրումներից ոչ մի բանով չեն օգնում ըստ էության։ Չգիտեմ, գուցե կան առանձին դեպքեր, երբ որ զանգահարել են եւ համակարգային, ասենք, բռնությունների դեպքում իրենք արձագանքել են, բայց ըստ էության մենք տեսնում ենք, որ իրենք հայտարարությունները որ կարդում ես, հասկանում ես, որ այս մարդիկ դեմա ինչ անեն։ Այնպես չի, որ իրանք շատ անկախ են, թեպետ անկախ պետք է լինեն, բայց մենք հասկանում ենք, չէ, որ կոնկրետ ՄԻՊ-ի անձով պայմանավորված այդ ինստիտուտը անկախ չէ այսօր։ Ուստի խոսել մարդու իրանքների պաշտպանի օբյեկտիվ լինելու կամ ակտիվ լինելու կամ իր գործառույթը պատշաճ իրականացնելու մասին ավելորդ է կարծում եմ այսօր։ Բարի, շնորհակալ եմ, շատ հարցեր ունեք միմյանց։ Շատ հաճելի էր։ Ավելի քան փոխադարձ, ընդ որում ես զգում եմ, որ մենք ռեֆորմիստներ ենք եւ հարցենք ու միավորվելու ենք։ Այո, կարծում եմ, որ սա բանավեճ էր, հա, ֆորմատը, բայց շատ այստեղ ստեղծվում է նոր քաղաքական մշակույթ, որտեղ չկա միմյանց ոչնչացնելու այդ մոլուցքը, որը մենք հիմա շատ ենք տեսնում քաղաքական դաշտում, բայց դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ կարծում եմ օբյեկտիվորեն շատ լավ քննարկում։ Պահպանեցիք ժողովրդավարությունը։ Ավելին մենք նաեւ հավատարիմ ենք պարլամենտարիզմի բոլոր սկզբունքներին եւ մեր արժեքներին, այո։ Շնորհակալ եմ շատ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իրավաբանական կլինիկայում այսօր բանավիճում էին կամ քննարկում էին ունենում Նոր ուժ կուսակցության ներկայացուցիչ Նարէ Արամյանը եւ Ռեֆորմիստներ կուսակցության ներկայացուցիչ Նատալիա Սաղյանը։ Մնացեք իրավաբանական կլինիկայի հետ։